Ակիցներ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը առնչվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, պետական ինստիտուտների կայունության, քաղաքացիների անվտանգությանը եւ պետության ապագայի նկատմամբ վստահության ձևավորմանը։ Այդ պատասխանատվությունը պահանջում է որակյալ օրենսդրություն, հետևողական վերահսկողություն, մասնագիտական ներգրավվածություն եւ պետական շահի շուրջ համախմբելու կարողություն։ Անվտանգությունը պետության գոյության հիմնարար պայմանն է։ Առանց դրա հնարավոր չէ ապահովել կայուն զարգացում, տնտեսական առաջընթաց, ժողովրդագրական աճ, սոցիալական պաշտպանվածություն եւ ժողովրդարական ինստիտուտների բնականոն գործունեություն։ Ժողովրդավարությունն էլ իր հերթին ուժեղացնում է անվտանգությունը, որովհետև ապահովում է հաշվետվողականությունը, օրենքի գերակայությունը, հանրային վստահությունը եւ իշխանության նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը։ Ժամանակակից աշխարհում անվտանգության բովանդակությունը ընդլայնվել է։ Ռազմական սպառնալիքներն ու պետական սահմանների պաշտպանությունը շարունակում են մնալ առանցքային, սակայն պետության կայունությունը կախված է նաև կառավարման որակից, ներքին կարգից, տեխնոլոգիական զարգացումից, կիբերանվտանգությունից, տեղեկատվական դիմակայունությունից, ռազմաարդյունաբերական ներուժից, քրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությունից, սոցիալական կայունությունից եւ հասարակության ընդհանուր պատասխանատվությունից։ Պատրաստվածությունից ներողություն։ Իմ ընկալմամբ անվտանգությունը եւ պետության եւ հասարակության կարողությունն է կանխելու եւ չզոկացնելու արտաքին ու ներքին սպառնալիքները, նվազեցնելու ու կառավարելու ռիսկերը եւ հավանական վնասները, պաշտպանելու ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, բնակչությունը եւ կենսական համակարգերը, պահպանելու պետական կառավարման ու հանրային ծառայությունների շարունակականությունը, իսկ ճգնաժամից հետո արագ վերականգնվելու եւ զարգացումը շարունակելու։ Այս սահմանումը միավորում է արտաքին եւ ներքին անվտանգության փոխկապակցված ուղղությունները։ Արտաքին անվտանգության շրջանակում են պաշտպանությունը եւ զինված ուժերը, սահմանների պաշտպանությունը, արտաքին հետախուզությունը, դիվանագիտությունը, ռազմաարդյունաբերությունը, միջազգային գործընկերությունները, ինչպես նաեւ տնտեսական եւ էներգետիկ կախվածությունների կառավարումը։